Ես հույս ունեմ, որ դատարանը կհամաձայնվի պաշտպանության կողմի հիմնավորումներին, հատկապես այն հիմնավորումներին, որոնք պայմանավորված են կոնկրետ գործի փաստական տվյալներով, հատկապես դատարանում տրված ցուցմունքներով, եւ առհասարակ իմ հույսն այն էր, որ մեղադրանքի կողմը կհրաժարվեր մեղադրանքից, որտեղ այդ ցուցմունքները չկային նախաքննության փուլում, բայց այն ինչ որ մենք լսեցինք որպես ցուցմունքներ եւ տեսանք, որ մեղադրանքի կողմն էլ դրանք որևէ կերպ չվիճարկեց, այսինքն անվտանգության աշխատակիցների ցուցմունքները, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ անգամ այս իշխանությունների կողմից խուլիգանության հանցակազմի իմ համոզմամբ չափազանց լայն եւ իրավունքին չհամապատասխանող մեկնաբանության պայմաններում, այս ցուցմունքների պայմաններում առհասարակ այստեղ ինչ խուլիգանության մասին կարող է խոսք գնալ։ Էլ բարոյական կողմի մասին չեմ ասում։ Թորան մասին էր այստեղ խոսք գնում, այնպես չի որ հրավիրեցին, եկավ։ Բոլորս էլ գիտենք այդ օրը ինչ է տեղի ունեցել։ Մարդը մի խոսքով չանդրադառնանք, ամեն դեպքում այս վարույթը եւս մի անգամ ցույց է տալիս խտրական վերաբերմունքը, երկրորդը հարգանքի զրոյական մակարդակը քաղաքական ազատությունների, մասնավորապես բողոքի արտահայտման ազատության նկատմամբ եւ ամենացավալին արցախցիների նկատմամբ բացասական վերաբերմունք է, այսպես ասեմ։ Բռնի տեղահանված մարդկանց նկատմամբ։ Այն մարդկանց նկատմամբ, որ մարդը բացատրում է, ասում է մորս տարելիցներ եւ ես այդ օրը հնարավորություն չունեի գերեզմանին այցելել, դուրս եմ գալիս պատշգամբ ծխելու, մեկ էլ տեսնեմ նշված անձնավորությունն է։ Չգիտեմ, ես այստեղ իրավականի հետ մեկտեղ նաև բարոյական լուրջ բաղադրիչ եմ տեսնում եւ անձամբ ես 5 իրավապաշտպանների նախաձեռնության մյուս գործընկերները առաջին իսկ օրը այցելել ենք պարոն Արստամյանին, մեր այսպես օգնությունն ենք ոչ թե առաջարկել, այլ ասել ենք մենք ձեր տրամադրության տակ ենք։ Բայց դե տեսանք, որ Ռոման Երիցյանը փայլուն իրականացրել է եւ իրականացնում է պաշտպանությունը եւ մեր կարիքը այստեղ չկար։